Ողջույն սիրելի ընկերներ, շնորհակալ եմ ովքեր որ հիմա միանում են ինձ կամ կմիանան ինձ ավելի ուշ կամ հետո ավելի ուշ կդիտեն այս հաղորդումը։ Շուրջ երկու շաբաթյա ընդմիջումից հետո կրկին իրար հետ ենք Կապե պոլիտիկ հաղորդաշարի հերթական համարում։ Եթե հետևել եք ինձ, գիտեք, որ արդեն երկար ժամանակ է ինչ այս հաղորդաշարը գնում էր YouTube-ի վրա, YouTube-ի մալիքում, բայց մտածեցի արդեն մի քանի շաբաթ առաջվանից, մոտավորապես մեկ ամիս առաջվանից վերադառնալ կրկին Facebook ժամանակավորապես, քանի որ այստեղ ավելի հեշտ է լինում, այդպես ասած, լսարան ապահովելը, քան YouTube-ը, քանի որ ամեն դեպքում այնտեղ որոշ, այդպես ասած, տեխնիկաների պիտի տիրապետես, իհարկե այնտեղ են աշխատանքը շարունակվում, բայց ամեն դեպքում այս վիդեոները, որ այստեղ նկարահանվում են, լայվերը հետո գնում տեղադրվում են նաև YouTube-յան ալիքի, որին կարող եք բաժանորդագրվել եւ հետեւել նաև այլ տեսանյութերի։ Խնդրում եմ ձեր բարեկամներ բաժանորդագրվեք թե YouTube-ի ալիքին, ձեր լայքերը, ձեր կոմենտները, ձեր ակտիվությունը թե այստեղ, թե այնտեղ օգնում են, որպեսզի այս վիդեոն, այս էջը եւ այս հաղորդումները ավելի տեսանելի դառնան, ավելի մեծ լսարանի հասանելի դառնան։ Անցած երկու շաբաթների ընթացքում անկեղծ ասած ուզում էի լայվ ունենալ, բայց դե զրույց թեմաներ էլ կային անկեղծ, եթե պետք լիներ խոսելու, կարելի է լսել խոսել, բայց մի տեսակ կարծես մեզ մոտ, այդպես ասած, խաղաղություն էր քաղաքական տեսակետից, դե երբ Նիկոլը գնում է արձակուրդ, գրառումներ չի կատարում, ակտիվություն չի ցուցաբերում, բնականաբար իրեն զուգահեռ նաև ԿՊԱ-ականներն են մասամբ հանդարտում եւ երբ այդպես հանդարտություն է տիրում, բնականաբար նաև մեզ մոտ էլ մի տեսակ կարծես այսպես հանդարտություն է տիրում ու մտածեցի թողնենք եւ սպասեմ մինչեւ այսօրվա ազգային ժողովի մեկնարկը լինի 9-րդ նստաշրջանի ազգային ժողովի 8-րդ գումարման ազգային ժողովի առաջին նստաշրջանը լինի, քանի որ դրանից հետո արդեն կարելի է հստակորեն խոսել քաղաքական մեր անելիքների մասին, տպավորությունների մասին, պատկերացումների մասին, որ մեր ընդդիմադիր դաշտից մենք ունենք։ Այսօր, ինչպես եթե հետևել եք արդեն լուրերին գիտեք հաստատ, որ ազգային ժողովի նիստը հետաքրքիր կերպով կայացավ ոչ աշխատանքային օր, կիրակի օր, դե օրենք այդպես ասում, որ նախկին ազգային ժողովը եւ շրջանավարտ է դառնում, նորը սկսվում է, նախկին ազգային ժողովը սկսել է օգոստոսի 2-ին, շրջանավարտ դարձավ օգոստոսի 2-ին եւ քանի որ երկիրը չի կարող առանց ազգային ժողովի մնալ, առաջին նիստը հիմա գումարվեց կիրակի օրը, որը օգոստոսի 2-ն էր, եւ ոչ աշխատանքային օր ամեն դեպքում մեր падգամավորները իրենց աշխատանքը սկսեցին ոչ աշխատանքային օր։ Լավ, վատա չգիտենք, սպասենք, տեսենք, դա բարի է լինելու, թե ինչ է լինելու ազգային ժողովի համար, կարծում եմ շուտով ժամանակը մեզ ցույց կտա։ Մինչև այս ազգային ժողովին անցնելը կարծում եմ հետաքրքիր բաներ տեղի ունեցան անցած շաբաթների ընթացքում, դա կալանավորումներն են, որոնք եղան հատկապես Գագիկ Ծառուկյանի արդեն գործին ես վերջին լայվը որ ունեցած սրանից երկու շաբաթ առաջ հուլիսի 12-ին մանրամասն անդրադարձել եմ այդտեղ թե ինչու է կատարվում, իհարկե ինչու շատ չեմ անդրադարձել, բայց ովքեր են կանգնած դրա թիկունքում, արդեն պարզ դարձավ մի քանի դատական նիստեր են կատարվել, առերեսումներ են կատարվել, եւ դրանից հետո տեղի ունեցավ Նիկոլ ուրեմն Պուտին հեռախոսազրույցը, որ տեղի ունեցավ Նիկոլի նախաձեռնությամբ։ Դե կարծում եմ բոլորիս համար հասկանալի է թե դա ինչ պատճառով տեղի ունեցավ։ Տնտեսական ոլորտում դժվարությունները, որոնք ստեղծվել են հայաստանցի տնտեսվարողների համար, գյուղատնտեսների համար, գրեթե բոլոր ոլորտներում այդ դժվարությունը կա, սկսած ես ինչ գիտեմ, ծաղիկ արտադրողներից, ձուկ մշակողներից, մինչև ես գիտեմ, ծիրան արտադրող, տարբեր գյուղատնտեսական մթերքներ արտադրողներ, մինչև կաթնամթերք արտադրողների, գիտեք, բոլոր ոլորտներում այս խնդիրը կա, ինչը բնական էր, վերջին հաշվով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը անկախ ընտրությունների թեմայից թե ինչ է լինելու, միտեղ բերելու էր հանգեցնելու էր այստեղ, որտեղ դու չես կարող միաժամանակ երկու իրար հակադրվող բևեռների անդամ լինել եւ փորձել երկուսից շահել, բայց միևնույն ժամանակ երկուսին էլ գցել ինչ որտեղ եւ մեկ անգամ միշտ կածեմ Ռուսաստանի մահարցադրել Նիկոլի դիմաց, որոշելու ես որտեղ ես լինելու, ինչքան շուտ որոշի, ինչպես էլ որ կարծում եմ թե հայկական կողմի հայտարարությունների մեջ չկար, բայց ռուսական կողմը շատ հստակ կերպով հայտարարեց, որ այդ հարցն է դրվել հեռախոսազրույցի ժամանակ, որ դուք ինչքան շուտ պետք է հարաքվեն հասկացնեք, չեք կարող այս վիճակով հետաձգել եւ որոշեք, այստեղ եք մնում, շատ բարի վերադարձեք ԵԱՏՄ, մոռացեք ԵՄ-ի անդամակցությունը, հստակորեն հայտարարեք, որ այդ ուղղությամբ չեք գնում, ինչը Նիկոլի համար բնականաբար շատ ցավալի է լինելու, քանի որ իր ծրագրերից մեկը հենց դա է եղել, դրա վրա է կարողացել մասամբ ձայներ շահել, ժողովրդին հուսադրում ենք գնում ենք, հեսա Եվրոպա ենք դառնալու,
Կամ էլ թե չէ, եթե ուզում եք գնալ Եվրոպա դառնալ, բարի մնձես, գնացեք, բայց այդ ԵԱՏՄ-ից հնարավորություններ չեք կարող օգտվել, ձեր ծիրանը, ծաղիկը, ես գիտեմ, ալկոհոլային խմիչքները, մթերքը, ձուկը, բանը տարեք այնտեղ վաճառեք եւ տեսակ դրանց վաճառքի հետ կապված ինչպիսի լուրջ խնդիրներ են առաջանում։ Ամեն դեպքում այս ամբողջ խնդիրները դրված են։ Հիմա մինչև ազգային ժողովի թեմային անցնել է, իսկ արդեն այս թեմային մի հատ փոքր անդրադառնամ։ Կարծում եմ Գագիկ Ծառուկյանի դեմ դատական գործը պատահաբար չէ։ Հիմա կարծում եմ Հայաստան կլինեն, այդպես ասած, շատ պարզամիտ քաղաքացիներ, ովքեր կկարծեն, որ էսա տեսեք, Նիկոլը ընտրվեց, Նիկոլը գնաց իշխանության եւ դա 8 տարուց հետո մոտավորապես կատարում է իր տված խոստումը, ունեզրկում է, ինչ գիտեմ, այսպես կոչված օլիգարխներին, հարուստներից խլելու է, բերելու է տա աղքատներին, էսա տեսնում եք ինչպես է Գագիկ Ծառուկյանի բիզնեսները խլում, պետականացնում, բայց դե կարծում եմ բոլորին համար պարզ է, որ դրանք ժամանակավոր բնույթ են կրում, ինչպես նախկին անգամ 2020 թվականի հունիս-հուլիսին էր, եթե հիշեք Գագիկ Ծառուկյանը քաղաքական հայտ ներկայացրեց, նույն վիճակի շուրջ մոտավորապես նույն ուժգնությամբ սկսվեց, բայց այն պահից հետո երբ ինքը հրաժարվեց քաղաքական պայքարից, բնականաբար այդ ամեն գործերը փակվեցին, ինքը մնաց իր բիզնեսներում եւ շարունակեց իր աշխատանքը։ Իհարկե չեմ ուզում ասել, որ այս անգամ էլ նույնն է անելու Գագիկ Ծառուկյանը, քանի որ մինչև այս պահը տեսնում եք պատվիրը մնացել է քաղաքական դաշտում աշխատում, բայց խնդիրը ուրիշ տեղ է, ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը քաղաքական նպատակ էր հետապնդում եւ փորձում էր դրանով ինչ-որ կերպով գնալ Պուտինի հետ բանակցության եւ ըստ իր սովորության, որ ունի միայն սա է սովորել քաղաքական դաշտից, որ ինչ-որտեղ ինչ-որ պատաններ վերցնի, հետո փորձի դրանով բռնատուր պահանջել Ռուսաստանի դիմաց հարց տնի, որ հեսա ես օրինակի համար Գագիկ Ծառուկյանի բիզնեսները կվերադարձնեմ որպես այսպես ռուսական աջակցություն վայելող քաղաքական գործիչ, դու էլ ամեն դեպքում պիտի հեշտացնես ԵԱՏՄ-ի, այդպես ասած, այդ պարագաները, որ մեր դեմ իրականացվում է, թույլ տաս, որպեսզի նախկին ձևով շարունակվի, բայց կարծում եմ այս անգամ չաշխատեց այդ ամեն ինչը, կարծում եմ Նիկոլը սխալվել էր իր հաշվարկների մեջ, հիմա դրա կողքին, հիմա դրան ավելացել է նաև Վեհապար Հայրապետի դեմ դատարանը, կարծում եմ դա էլ հիմա շուտով չեմ բացառում, որ դատական գործը, որը սկսվի առաջիկա շաբաթ, Վեհապար Հայրապետի եւ հոգևորականների, դրանից հետո ելի մեկ նոր հեռախոսազրույցի ականատեսներ լինելու կրկին հայկական կողմի նախաձեռնությամբ Պուտինի հետ, ոչ էլ ասի դե հիմա կտրում ես թե ես էլի շարունակեմ, գործարքի ես գնում, դա բնական է, որ ռուսական կողմը կարծում ես անգամ կոշտ է եւ չեմ կարծում այն վիճակում է Պուտինը, որ Նիկոլին նստելու է բռնատուր պահանջես հարցերի կապակցությամբ, կարծում եմ Նիկոլը անօգուտ ինքը իրեն այդպես ասած արժեզրկելու, հեղինակազրկելու ճանապարհով ընթանալու եւ մեկ այս հակադրության հարցում ամեն կերպ Ռուսաստանի հետ ինքը չափվել չի կարողանալու, պարտվողը լինելու է ինքը եւ ամեն դեպքում պիտի որոշի, չի բացառում այս ընթացքում նաեւ կալանավորումներ լինել, հիմա նախանշանները տեսանք, Նարեկ Կարապետյանի տունը գնացին, խուզարկեցին, կարծում եմ սա էր ինչ-որ ազդակ է ռուսական կողմի, որ տեսեք, մենք գնում ենք քայլ-քայլ առաջ, պիտի բացեք այդ ճանապարհը։ Հիմա ինչու է դա կարևոր Նիկոլ Փաշինյանի համար այդ տնտեսական խնդիրը այդ կապակցությամբ լուծել, որովհետև ընտրություններից համար իր հետո լուրջ խնդիր առաջացել եւ հիմա բերեմ թեման կապեմ ազգային ժողովի մեկնարկին եւ այսօրվա ուրեմն նիստին, թե ինչ է տեղի ունենալու եւ ինչից է վախենում Նիկոլ Փաշինյանը եւ ինչու է մտածում եւ հատված ինչքան շուտ կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ այս վիճակը, որ ստեղծվել է, ինչպես կարող է մեզ օգնել ինչքան շուտ հասնել իշխանապողության հենց այս ազգային ժողովի ընթացքում, որի խորագիրն է նաեւ իմ այսօրվա լայվն է։ Շատերին գուցե տարօրինակ թվա, դեռ ազգային ժողովը մեկ օր էլ չի անցել, մենք խոսում ենք իշխանապողության մասին, բայց կարծում եմ հնարավոր է դրա մասին հենց այսօրվանից պիտի խոսել։ Ազգային ժողովի մասին ասելիք շատ նիստի մասին կարծում եմ նկարագրությունը անիմաստ է, որովհետև հետաքրքրվող նկարում եմ առավոտից հետևել են, դիտել են, անկեղծ ասած ես մեր մոտ գիշերվա ժամը 2-ն առաջին ընդմիջումից հետո եւ կրկին սկսվեց մասամերիտները լսեցի, բայց դա արդեն ուշ ժամ էր, չէի կարող երկար հետևել, անջատեցի, հետո առավոտյան փորձեցի ինչքան կարող եմ այդ բաց թողած վիդեոները կամ լուրերին հետևել։ Հիմա ուշագրավ ամշուշտ առաջին բաժնում Ռուբեն Ռուբինյանի ելույթն էր, որ ունեցավ։ Հիմա ես այդտեղ մի տեսակ գործարքի, այդպես ասած, ազդակներ զգացի Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այսինքն մարդիկ, ովքեր մինչև ազգային ժողովի բացումը տեսնում ենք ամենակոշտ բառապաշարով էին խոսում ընդդիմության հասցեին, հատկապես ուժեղ Հայաստանի պարագային կալուկացի սիստեմ օլիգարխ, այդպեսի հիմարություններ էին դուրս գալիս, եռագլուխ սիստեմ կուսակցություն, բան, այդպեսի բաներ,
Տեսանք այսօրվա ազգային ժողովում համեմատաբար հայմաչամուսում բոլորը, բայց ամեն դեպքում այն պատկերացում, որ ունեինք առաջին նիստից, մի տեսակ այդպես գուցե դեռ առայժմ չստացվեց, հիմա չգիտեմ վաղը մյուս օրները ինչպիսի անակնկալների ականատես են լինելու, քանի որ այս վիճակը շարունակվելու, հա։ Բայց նախորդ ազգային ժողովը տեսանք այս առաջին նիստից բախումների գնացին, այս ազգային ժողովում նա բարեբախտաբար այդ ցավալի տեսարանների ականատեսը չեղանք եւ փոխարենը Ռուբեն Ռուբինյանը մի տեսակ գործարք առաջարկեց, որ մենք ուզում ենք աշխատել, բարի լինենք իրար նկատմամբ, այդպես ասած բարոյական լինենք, մնանք բարոյականության սահմաններում, կոշտ հայտարարություններ չանենք եւ այդպիսի բաներ ասեց, ինչի կարծում եմ բոլորս ամեն հասկանալի է, որ սոսկ խոստումներ են, հենց իրենք առաջինը դա չեն կարող ապապահպանել։ Պարոն Չախոյանի ներկայությունը հենց այս ազգային ժողովում կարծում եմ բացահայտ վկայություն է, որ ամեն դեպքում այդ խոստումը ժամանակավոր խոսում է, հենց պարսկեմի բացվեսը էշը կամուրջից, որ անցավ ամեն ինչ վերադառնալ նախկին տեղ, այստեղ էլ նույնն է, հիմա այդ փուլը, որ անցկացրեցին, ազգային ժողովը ձևավորվեց, վստահացավ, որ այս ամեն ինչը կա, մի տեսակ կարծում եմ հետո վերադառնալու են իրենց գործարանային կարգավորումներին, դառնալու են նույն քպականները, ինչ որ կան։ Հիմա Վարդան Ալեքսանդրյանը մի քիչ իրեն չափերի մեջ են պահում այսօր, քանի որ հիմա պետք է որպես ազգային ժողովի փոխխոսնակ ներկայանա նույնը Ռուբեն Ռուբինյանը, բայց դե տեսնենք մյուս կողմից իրավիճակը մի քիչ տարբեր է։ Ինչու իհարկե մինչև այդ ինչուներին հասնելը նաև ուշագրավ կերպով ես առանձնացնեմ Իշխան Սաղաթելյանի ելույթը, որով ես կիսվել էի այսօր, դա կարծում եմ չափազանց կարևոր է, կառաջարկեմ անպայման գնաք լսեք ընկեր Իշխան Սաղաթելյանի ելույթը, քանի որ այդտեղ նկարագրված է այն ամեն ինչը, որը կարծում եմ սպասվում էր լսել ընդդիմությունից, ինչու են մանդատներ վերցրել, ինչպես պատկերացում ունեն ազգային ժողովի նկատմամբ, շատ հստակորեն այդտեղ նշվեց, որ ընդդիմությունը ազգային ժողովը համարում է ոչ լեգիտիմ, ամեն դեպքում այդտեղ իրենց ներկայությունը չի նշանակում, որ լեգիտիմ չեն համարում լեգիտիմ են համարում, բայց ամեն դեպքում դա համարում են որպես պայքարի նոր փուլ ձևավորելու գործիքակազմ միջոց եւ այդ պատճառով ներկա են այդտեղ, որպեսզի պայքարը մտնի նոր փուլ հանուն իշխանափոխության։ Կարծում եմ այդքանով ամեն ինչը ասված է եւ կարեւոր մի ընդգծում որ կա, որ այսօր իշխանափոխության անհրաժեշտ է միասնական հզոր ընդդիմություն։ Սա չափազանց կարևոր է, հատկապես առաջին օրվանից մենք պետք է կարողանանք հասկանալ խորհրդարանական ընդդիմության դեպքում, այս դեպքում ես կարծում եմ խնդիր մեկ այդ առումով չենք ունենալ ուժեղ Հայաստան կամ Հայաստանի հետ դաշնակցների մեջ, ամեն դեպքում այդտեղ միասնականությունը կամ միատարր աշխատելու գոյություն ունի, բայց կարևորը խորհրդարանից դուրս գտնվող կամ այսպես կոչված արտախորհրդարանական ընդդիմությունն է, որը ինչքան շուտ պետք է կազմավորվի եւ հասկանա թե ինքը այս պայքարի մեջ ինչպիսի դերակատարություն ունի։ Իր դերակատարությունը արդյոք անցած 5 տարիների նման դրսում կանոնել, մենակ նստել, սպասել, տեսնել խորհրդարանական ընդդիմությունը, երբ է կոչ անում, երբ է հարավակ անում, երբ է ինչ անում, հետո նստեք հարկոծել, որ ինչու չեք անում, ինչու չեք աշխատում, ինչու չհեռացրեցիք, թե ամեն դեպքում հասկանա, որ ինքն էլ խորհրդարանից դուրս ամեն դեպքում ունի որոշակի պարտականություններ իշխանափոխության կապակցությամբ, թեև իրեն չի հաջողել մանդատ վերցնել մտնել ազգային ժողով, բայց ամեն դեպքում ազգային ժողովից դուրս եկնել ունի անելիքներ։ Ես նախորդ լայվի ժամանակ ասեցի, մանդատը թեև գործիքակազմը համարվում ազգային ժողովում պայքարի համար, դա տալիս է ինչ-որ հնարավորություններ իշխանափոխության համար, տալիս է հնարավորություններ ազգային ժողովի բեմից հնչեցնելու ժողովրդի խնդիրները, ինչին անդրադարձավ ընկեր Իշխանը այսօրվա իր ելույթի ժամանակ, բայց միևնույն ժամանակ քեզ համար ստեղծում է ինչ-որ սահմանափակումներ որպես պատգամավոր, քանի որ եթե դու մանդատ ես վերցրել, մտել ես ազգային ժողով, պարտավորվես լիազժեքորեն եւ 100%-անոց սահմանափակվել այդ մանդատով քեզ տրված լիազորությունների սահմաններում մնալ, այս սահմաններում աշխատել եւ ամեն դեպքում այդտեղ կան ինչ-որ սահմանափակություններ։ Հիմա ազգային ժողովից դուրս մնացած արտախորհրդարանական քաղաքական ուժերը խոսքս բնականաբար առողջ ընդդիմության մասին է, ոչ կրպանային ընդդիմության, այն հատված որ իրեն համարում է առողջ ընդդիմություն եւ հակված է իշխանափոխության, հիմա ինչ պատճառներով չի կարողացել մանդատ ստանալ ազգային ժողով լինել, թեև այդ գործիքակազմից զրկված է, թեև մանդատ չունի, թեև ազգային ժողովում չի, որպեսզի այդ մանդատներից օգտվելով կարողանա իշխանափոխություն իրականացնել, բնականաբար նաեւ խոսքը վերաբերում է ոչ միայն քաղաքական ուժերի մասին, այլ անհատ իմ ընկերների մասին, քաղաքական գործիչների մասին, ովքեր տարբեր խմբակցությունների կամ դաշինքների անդամ են եղել, հիմա մանդատ իրենց չի հասել կամ այդ թվերում չէր եղել, որ մանդատ կարողանան ստանալ, դրսում է մնացել, ամեն դեպքում մանդատ չվերցնելով, ամեն դեպքում չունենալով այդ հնարավորությունը չունեն այդ գործիքակազմից օգտվելու, բայց փոխարեն ունեն
այդ սահմանափակություններից ձերբազատված լինելու հնարավորություն իրենց արիտ է տալիս, ինչ իրենց արիտ է տալիս, ավելի ազատ աշխատել, ավելի անսահմանափակ աշխատել եւ այդպես ասած մտնել այնպիսի ոլորտներ, որոնք գուցե խորհրդարանական պատգամավորները, մանդատ ունեցող պատգամավորները չեն կարող մտնել։ Ամեն դեպքում միասնական աշխատանք է պահանջվում բոլոր ընդդիմադիրներից։ Ես ցավոք նկատեցի, որ այսօր դեռ ազգային ժողովի առաջին նիստն է սկսել, մի քանի ժամ անցել ազգային ժողովից, էլի սկսեցին քննադատություններ հնչել, բայց տեսեք մենք այս առաջին օրվանից ձեր նկատմամբ այսպես կոշտ են լինելու։ Ընկերներ ջան, դուք կարիք չունեք խորհրդարանական ընդդիմության հանդեպ կոշտ լինել, դուք կոշտ պիտի լինեք ԿՊԱ-ականների հանդեպ։ Խորհրդարանական ընդդիմությունը մանդատ ավերցրել, մտել ազգային ժողով, իր պարտականությունները ես ձեզ վստահեցնում եմ, քանի թույլ տվեք կանեն եւ կտեսնենք ինչ են անելու։ Այս փուլում առնվազն իրենց նկատմամբ կոշտ լինելու ոչ մի կարիք չկա, եթե պիտի կոշտ լինել, այդ կոշտությունը պետք է լինի ԿՊ-ի եւ նրա պատգամավորների եւ Նիկոլ Փաշինյանի կապակցությամբ, որպեսզի մենք կարողանանք հասնել իշխանության, թերթիկուն կանգնելով մեկս ուրեմն մյուսի։ Ինչու է պայմանավորված Ռոբեն Ռոբինյանի այդպես ասած մարտավարությունը կամ ԿՊ-ին այսօր այդ հայտարարությունները որ արեցին։ Բնականաբար տեսանք ընդդիմության կողմից հնչեցնող ելույթների մեջ շատ հստակ էր, որ ոչ մի հավատք չունեն այդ կատարած հայտարարությունների կապակցությամբ, ամեն դեպքում չեն վստահում, որ այդ հայտարարությունները անկեղծ են, այդտեղ անկեղծություն կա եւ իրականության մեջ այնինչ որ Ռոբեն Ռոբինյանն ասում է իրականության մեջ դա այդպես դառնալու է։ Շատ հստակ չգիտեմ պատգամավորներից որ մեկն է կացել Հայաստան դաշինքից հարցրեց, որ արդյոք դուք այդ բաները նաև ձեր թիմակիցների հետ եք պայմանավորվել, որ իրենք էլ են իրենց այդպես պայելու, թե մենակ ձեր կողմից եք այդ հայտարարությունը անում։ Դա շատ հստակ է, որը պետք է պարզվի։ Իսկ ինչու է ԿՊ-ին անհրաժեշտ կամ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ, որպեսզի այս ազգային ժողովում հանդարտությունը պահպանվի եւ հակառակ նախկին ազգային ժողովի, որ առաջին նիստից գնացին սրացումների, փորձեցին այդպես առաջին նիստից այդպես ասած ուժ բանեցնելով իրենց այդպես լկտի պահելով մի տեսակ վախուսարսախի մթնոլորտ տարածել, այս ազգային ժողովում հիմա գոնե մինչեւ այսօր մի քիչ իրենց սահմաններում են մնացել։ Ես կարծում եմ հետեւյալն է, որ իրենց անհրաժեշտ է առայժմ պահել այս ազգային ժողովը, որպեսզի հանկարծ չխանգարվի։ Ես էլ եմ խոսել, կարծեմ շատերն են խոսել նաև այս մասին, որ այս ազգային ժողովում կան 3 քաղաքական ուժեր, ԿՊ-ն որպես ղեկավարող կուսակցություն կամ թե ուժեղ Հայաստանի գլխավոր ընդդիմություն այս պահին ամենաշատ մանդատներ ունեցող եւ Հայաստան դաշինքը որպես երկրորդ ընդդիմություն, որը ունի նաև մանդատներ։ Այդ 3 քաղաքական ուժերը մանդատ են վերցնել ազգային ժողովում ներկայել, բայց ես կասեի, որ այս ազգային ժողովը այդ քաղաքական ուժերից որևէ մեկի սրտի ցանկության ազգային ժողովը չի, այսինքն ազգային ժողովը չի, որ այդ քաղաքական ուժերը կցանկանային ունենալ ամեն մեկը տարբեր պատճառներով։ Դա այս ազգային ժողովի ներօրդ գումարման ազգային ժողովին այս կազմով ցանկալի չի հենց առաջինը Նիկոլ Փաշինյանի համար, այսօրվա ելույթների ժամանակ էլ հնչեց այդ թեման, որ իրենք ցանկանում էին ունենալ սահմանադրական, այդպես ասած, մեծամասնություն, այնպիսի մեծամասնություն, որ իրենց թույլ կտա առանց նույնիսկ ընդդիմության ձայներ ունենալու օրենքներ փոխել, հանրաքվեի մասին օրենք անցկացնել, ես իհարկե սահմանադրություն փոխել, ինչը բարեբախտաբար իրենց չվճարվեց։ Կարողացան ամեն դեպքում Բարգավաճ Հայաստանի քվեները կուլ տալով, ուտելով, այդպես սեփականացնելով մի 50 քանի հազար մարդու ձայները լսնելով իրենց գրպան, ովքեր ընդդիմության էին ընտրել, դրանց վերածել մանդատի դնել իրենց գրպանը, բայց ամեն դեպքում ինչքան էլ որ նման անօրինությունների գնացին, չկարողացան ունենալ այն անհրաժեշտ մեծամասնությունը, որ իրենց անհրաժեշտ էր սահմանադրություն փոխելու համար։ Բնականաբար սա իրենց համար ցանկալի չի, քանի որ կարծում եմ Նիկոլ Փաշինյանի խոստումներից մեկը, ոչ թե կարծում եմ բոլորիս մոտ են դա հստակ է եւ համոզում ունենք, որ տված պայմաններից մեկը կամ խոստումներից մեկը Ալիևին դա սահմանադրության փոփոխությունն էր ազգային ժողովի ընտրություններից հետո։ Իրեն հավատացրել էին, ինքն էլ Ալիևին էր հավատացել, որ ոչ մի խնդիր չունես, մենք կկարողանանք ճնշից մեծամասնություն ձեռք բերել, սահմանադրական մեծամասնություն ունենալ, գուցե տարապես հանրաքվեի կարիք է չլինի, օրենքներ անցկացնելով, սահմանադրությունը փոխելով, կկարողանանք այդ ամեն ինչ, որ Ալիևը ցանկացել է այդ հռչակագրի բաժինը սահմանադրությունից անել, գոնե ժամանակավոր կերպով բավարարել այդ պահանջները եւ այդպես ասած գնալ այդ թուղթի կտորի ստորագրման, որի անուն իրենք դրել են խաղաղության, բայց բարի իսկական իմաստով դա Հայաստանի գաղութացումն է եւ թրկացումն է եւ երկրորդ կապիտուլյացիա։ Ամեն դեպքում դա իրենց
հնարավոր չդարձավ իրենց համար, չստացվեց, եւ իրենք այսօր ունեն այս համանդրական մեծամասնություն, որի մասին այսօր ազգային ժողովում հարց բարձրացվեց, Աննա Գրիգորյանն էր այդ Նիկոլ Փաշինյանի ելույթը, եթե հիշեք, հեռացակեց, Ռուբեն Ռուբինյանը չուներ պատասխան բնականաբար, փորձեց մանիպուլյացիաների միջոցով թեման փոխել, բայց կարծում եմ շատ հստակ էր ասվածը ինչ է այդտեղ, որ իրենք ամեն դեպքում համանդրական մեծամասնություն ունեն, Ռուբեն Ռուբինյանն այդ մասին խոստովանեց։ Հետևաբար այս ազգային ժողով իրենց սրտի ցանկությունը չի կա, ցանկացած ազգային ժողովը չի, քանի որ այստեղ չեն կարող ամեն ինչ անել, մեկը ամեն դեպքում իրենք համանդրություն փոխելու համար պետք է գնան հանրաքվեից հանրաքվեի օրենք պետք է անցկացնեն ազգային ժողովում եւ այդ ճանապարհին ունենալու են շատ լուրջ պատնեշ դժվարություն, որ ինչ որտեղ գոնե այս փոյին թվում է անհաղթահարելի, եթե հիմա ինչ որ անակնկալներ չպատահեն, ասենք ինչ որ այդպես ասած անկախ պատգամավորներ հանկարծ Երևան չկան։ Իհարկե Հայաստան դաշինքից կարծում եմ այդ բոլոր դեմքերը, որ նստած էին ազգային ժողովի այդպես դիմացից, որ նայում էինք աջ կողմում, այդտեղ նստած Հայաստան դաշինքի պատգամավորների քոլե դեմքերի նայելով բացառված է, 100%-ով բացառված է, որ այդ մարդկանց մեջից նոր այդ Գեգամ Նազարյաններ կամ Իշխան Զաքարյաններ են դուրս գալու, Եթե ես 100%-ով կասեմ, բոլորս էլ կարծում եմ այդ հարցում համոզված ենք, բայց դե այս կողմում նստածների մեջ որոշներին այո անշուշտ կարելի է հստակորեն ասել, որ այդպես ինչի դնելու, բայց դե անձամբ ես բոլորին չի որ ճանաչում եմ, հետևաբար նույն վստահությամբ չեմ կարող քանի պատգամավորների դեպքում, որոնք ուժեղ Հայաստանի թվում կան, նույնը ասել։ Ամեն դեպքում հույս ունեմ, որ այդ երևույթի ականատեսը չլինեն եւ այդ պատնեշը, որ գոյություն ունի, պահպանվի։ Ամեն դեպքում նախկին երկու ազգային ժողովները, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության օրոք եղել է, 2018 թվականին ձևավորված 7-րդ գումամար ազգային ժողովում տեսակեց ամիջապես ընդդիմության շարքերից Արման Բաբաջանյանը դուրս եկավ, իրեն հայտարարեց անկախ պատգամավոր եւ այդ 1/3 մեծամասնությունը կոտրեց ընդդիմությանը, երկրորդ 8-րդ ազգային ժողովում Իշխան Զաքարյան առաջին այդ քայլին գնաց, հետո Գեգամ Նազարյանը միացավ, ամեն դեպքում միշտ տեսակ կարծես ձեռքեր կան թաքուն կերպով, որոնք մի քանի ամիս անց փորձում են հասնել դրան, որ ազգային ժողովում ընդդիմությունը մեծամասնություն ունենա, բայց այս դեպքում բավական լուրջ խնդիրներ կան։ Հիմա տեսեք ինչ առաջ գալի, ժամանակից առաջ չգնենք, հուսում եմ, որ այս ազգային ժողովը կլինի բացառություն, ընդդիմությունը կմնա հենց այնպես, ինչպես որ մտել ազգային ժողով եւ դրա ականատեսը չի լինի։ Ամեն դեպքում ամփոփեմ ԿՊ-ի համար սա ցանկալի ազգային ժողով չի, հետևաբար, եթե ցանկանում է այդ պատնեշը չլինի, կամ պիտի կարողանա անկախ պատգամավորներ, մի քանի անկախ պատգամավորներ վերջին ընդդիմությունից դուրս բերեն այսօրվա տվյալներով այդքան էլ հեշտ չկերելու, կամ գնալ հասնել ազգային ժողովի լուծարման, նոր ազգային ժողովի ընտրությունների եւ փորձել մեկ անգամ կրկին փորձել ձևավորել նոր ազգային ժողով, որտեղ ինքը անգամ հիմա տարբեր հնարքներ գործադրելով մեկ անգամ եւս իր շանսը կփորձի ունենալու համանդրական մեծամասնություն։ Դա արդեն ընդդիմության համար էլ սա ցանկալի ազգային ժողով չի, նրանք էլ չեն ցանկանում այս ազգային, քանի որ իրենք ցանկանում էին լինել մեծամասնություն, հասնել իշխանափոխության, դա հնարավոր չդարձավ, կարծում եմ բացատրություն ավելորդ է, որ իրենց համար էլ սա ցանկալի ազգային ժողով չի կարող լինել։ Ուրեմն այսօրվա տվյալներով կարծում եմ բոլոր 3 քաղաքական ուժերն են, որոնք ազգային ժողովում կան, մի տեսակ թեև չեն բարձրաձայնում դրա մասին, 3-ի համար էլ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են նոր շանս դինել մեկ անգամ եւս փորձելու, մեկ անգամ եւս հասնելու դրան։ Բայց ԿՊ-ի համար դա ժամանակի խնդիր է, ինչու է ժամանակի խնդիր, քանի որ նրանք կփորձեն դրան հասնել միայն այն բանից հետո, երբ լուծած կլինեն Ռուսաստանի հետ իրենց խնդիրները եւ այս իրավիճակը, որ հիմա գոյություն ունի։ Եթե այս իրավիճակում ազգային ժողովը մտնի փակ ուղի, ընդդիմությունը կարողանա ինչ-որ քայլեր ձեռնարկել, բոյկոտելով, պես ասած աշխատանքներին չմասնակցելով, խանգարելով ազգային ժողովի աշխատանքը, հասնել նրան, որ ազգային ժողովի լեգիտիմությունը այսպես բացահայտ առնա, ազգային ժողովը չկարողանա աշխատել եւ ուրիշ ելք չունենա, բացի արտահայտ խորհրդարանական ընտրությունները եւ ներկա պայմաններով մենք գնանք արտահայտ խորհրդարանական ընտրությունների, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն շանս չի ունենալու համանդրական մեծամասնություն ունենալու, այլ մի շարք խապված ժողովուրդ, որոնց մենք մեջից շրջանում այդ օրերին, ամիսներին շատ ենք տեսել էկրանների վրա, որոնք ասում են դեկներս կոտրվի Նիկոլին ձայն չտայինք, իմանում ենք, չենք իմանում, որ իրեն դրելուց հետո այսպիսի իրավիճակ կստեղծվի մեր բերքի հետ, մեր տնտեսության հետ, կարծում եմ հիմա իրավիճակը մի քիչ տարբեր կլինի, ամեն դեպքում ընդդիմության շանսերը շատ ավելի մեծ են լինելու այս պայմաններով, որ ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի շուրջ տնտեսական ոլորտում
ամեն դեպքում իրենք շանսեր չեն ունենալու։ Հետաբար, եթե այս փուլում իրենք փորձեն գնալ արտահայտ խորհրդանական ընտրությունների, դա ցանկալի չի լինելու։ Հետաբար պիտի անեն ամեն ինչ, որ առայժմ ժամանակավոր կերպով ժամանակ շահեն, պահեն այս ազգային ժողովը, կարողանան այս ազգային ժողովը աշխատեցնել, հանկարծ չգնալ չհասնել են կետի, որ այդպես ասած արտահայտ խորհրդանական ընտրությունների հարց լինի, բայց դրան զուգահեռ փորձեն ամեն կերպ հիմա տարբեր գործարքներ առաջարկելով Ռուսաստանի մի օր Գագիկ Ծառուկյանի բռնելով, մի օր Գաղափարի դեմ դատ բացելով, մի օր գուցե Նարեկ Կարապետյանի բռնելով, Ռոբերտ Քոչարյանին բռնելով, կրկին նստեցնելով, այդպես ասած խաղաքարտեր ստեղծել իրենց համար, գնալ Ռուսաստանին համոզել, որ ինքը զիջումների գնա, Հայաստանի դիմաց իրենք էլ այս կողմում այդ քրական գործերը կարճեն, բայց ասում եմ ներկա տվյալներով առայժմ նման նախադրյալներ չկան։ Այն ժամանակ, երբ իրենց հաջողի Ռուսաստանի հետ այս տնտեսական խնդիրները լուծեն ԵԱՏՄ-ի հետ, վստահ եղեք, որ իրենք անմիջապես կձեռնարկեն արտահայտ խորհրդանական ընտրությունների, որպեսզի կարողանան ձևավորել իրենց սրտի ուզած ազգային ժողովը։ Մինչև այն ժամանակ, երբ դրան չեն ասել, այս ազգային ժողովը պիտի պահպանվի, եւ ես կարծում եմ Ռոբեր Ռուբինյանի այդ մարտավարությունը, որ Ռոբեր Ռուբինյանն էլ ինքը անձի ԿՊ-ն ներկայացնում, այդ մարտավարությունը, որ իրենք ճշտել էին համագործակցության ձեռք բերելու համերաշխություն, եկեք, բարոյական սահմաններում մնանք, իրար չվիրավորենք ազգային ժողովում, միասին աշխատենք, բոլորը կարծում եմ հենց այդ շրջագծում է բացատրվում, ժամանակավորապես ընդդիմությանը համոզել, որ դուք մնացեք ազգային ժողովում, հանկարծ նման քայլեր չանեք, մենք էլ ձեր դեմ որևէ քայլեր չենք անելու, բայց իրենք զուգահեռ փորձեն իրենց խնդիրները Ռուսաստանի հետ լուծել, երբ լուծվեց գնալ հասնել ազգային, այնպես ասած արտահայտ խորհրդանական ընտրությունների։ Հիմա մնում է այս պայմաններում այս ամեն ինչը հասկանալով իմանալ խոսել ընդդիմության շանսերի մասին, որ ունի իշխանափոխության մասին։ Ես կարծում եմ ընդդիմությունը չպետք է ժամանակ խոսի, իհարկե հիմա դեռ շուտ այսքանի օրերին այդ մասին խոսել, պիտի թույլ տալ, որպեսզի ազգային ժողովը ուրեմն ձևավորվի, ինչքան արդեն պարզեր կամ գոնե հիմա հայտարարվել է, մամուլից գոնե այդպես են գիտենք, որ Հայաստան դաշինքը չի պատրաստվում իրեն հասանելիք պաշտոնները վերցնել ազգային ժողովում, շատ էլ չեն, ամեն դեպքում մեկ հանձնաժողովի նախագահություն է, ուժեղ Հայաստանի դեպքում հստակորեն հայտարարություն չկա, պիտի սպասենք, տեսնենք ինչ է լինում։ Բայց ամեն դեպքում կարծում եմ պիտի վերցնել առայժմ ունենալ ինչ-որ պահել ազգային ժողովը, թողնել ձևավորել, իսկ ձևավորումից հետո փորձել ամեն կերպ սեղմ ժամկետներում, ամենակարճ ժամկետներում անդամանույց դարձնել ազգային ժողովը, հասնել դրան ոչ լեգիտիմության եւ թույլ չտալ, որպես այս ազգային ժողովը շարունակի։ Ընդդիմությունը մեկ անգամ 2021 թվականի ընտրություններից հետո, ես նախորդ լայվի ժամանակ մանրամասն դրա մասին բացատրել եմ, դիմադրության շարժման զուգահեռ հասավ դրան։ Բոյկոտելով ազգային ժողովի նիստերը, ամիսներ շարունակ բոյկոտելով, կարողացավ մի տեսակ այդպես ասած խանգարել ազգային ժողովի նիստերը, շատերը կարող են ասել դա մեզ ինչ տվեց, շատ բան էր տալիս, եթե շարունակվեր, տեսանք այնպիսի իրավիճակ ստեղծվել, անցած տարվա հենց հուլիս ամիսներին էր, հենց այս օրերին էր, որ ձեռքողոտք էին ընկել ԿՊԱ-ականները, սրանից 2022 թվականին 4 տարի առաջ ձեռքովոտք էին ընկել, որ ամեն կերպ ընդդիմությանը վերադարձնել ազգային ժողով, քանի որ որևիցե միջոց չունեին, փորձում էին մանդատներից զրկել, աշխատավարձներ էին պահում եւ նման քայլեր, բայց գոնե սկզբնական փուլում դա չէր, այդ ամբողջ այդպես ասած ակտիվություն ունենք ցուցաբերում էին, նշանակում է, որ իրենք վտանգ են զգում, քանի որ հասկանալ առանց ընդդիմության երկար ժամանակ չեն կարող աշխատել։ Մոռացեք ուրիշ երկրների փորձ, ես նախորդ լայվի ժամանակ եմ ասել, վրացական օրինակները, մյուս օրինակները մեզ մոտ չեն գործում, մենք պետք է մեր օրենքներով, մեր հասարակական իրավիճակով, մեր քաղաքական պայմաններով առաջնորդվենք եւ մեր իրավիճակում, որ ապրում ենք, ամեն դեպքում մեկ կուսակցությամբ ազգային ժողովը չի կարող աշխատել եւ ԿՊԱ-ականները դա վեր հասկանում։ Դա կարծում եմ շատ հզոր զենք հանդիմության ձեռքում, որից օգտվելով ինքը կարող է շատ ավելի հեշտ հասնել իշխանափոխության։ Հիմա կօգտվել այդ զենքից չեն օգտվի կամ այլ մեթոդներ կկիրառեն կամ կփորձեն գործարկել, կարծում եմ ժամանակը ցույց կտա, մենք մի քիչ սպասենք, համբերատար լինենք, կարող ենք հասնել դրան։ Բայց ասում եմ այսօրվա Ռոբեր Ռուբինյանի այդ մարտավարությունը կամ ԿՊ-ին որ տաբերեցին, հստակ կերպով մի տեսակ ազգային ժողովում ներկա ընդդիմությանը ձերք երկարելն էր համագործակցության, որպեսզի նրանց հեռու պահեն նման ծայրահեղական քայլերից, եւ կարծում եմ հենց այս նոտայի վրա ընդդիմությունը շատ աշխատանք ունի կատարելիք եւ կարող է հասնել իշխանափոխության։ Հիմա ամեն դեպքում ազգային ժողովում կան մարդիկ, ովքեր հիմա իրենց հին պատկերացումներ ունեն
հատկապես ուժեղ Հայաստանում, որ մենք սպասենք, մեկ տարի էլ սպասենք, մեկ տարի հետո impeachment կանենք, impeachment-ի հնարավորություն կա։ Ես ասել եմ, կրկին եմ ասում, impeachment-ի հույսին սերին դիմություն մի մնացեք, Հայաստանում ոչ մի անգամ impeachment-ը չի գործելու եւ տեղի չունենալու, դա անհնարին մեկ բան է, եթե նկատի առնենք, որ մյուս կողմում կանգնած է Նիկոլ Փաշինյանը, պետք եղա մեկ անգամ էլ կրկին այդ ամեն ինչի մասին կբացատրեմ եւ կխոսեմ դրանց մասին։ Այս պահին մենք ունենք իշխանապողության մեկ հնարավորություն դա հասնել այս ազգային ժողովի լուծարմանը ինչքան շուտ, նախքան այն, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա այդպես ասած խնդիրները լուծել ԵԱՏՄ-ի հետ, կարողանա ներքին տնտեսական հարցերը մի տեսանկյունից ասել Եվրոպայի կամ Միացյալ Նահանգների օգնությամբ լուծել։ Այս իրավիճակը, որ իր շուտ ստեղծված է ներքին այս ծանր վիճակը, որ առաջիկա ամիսների ընթացքում մեզ հստակ ավելի է ծանրանալու, կարծում եմ լավ, այդպես ասած, ուժեղ հնարավորություն է տալիս մեր ընդդիմությանը, որպեսզի դա օգտագործելով կարողանան հասնել իշխանափոխությանը։ Հիմա դրսում արտախորհրդարանական ընդդիմության համագործակցությամբ, ներսում ազգային ժողովում խորհրդարանական, մենք կարծում եմ մենք կարող ենք հասնել դրան։ Մի երևույթ էլ անդրադառնամ, այսօրվա լայվս կենշամով փակեմ, շատ երկար չսպասեցնեմ, որտեղ կարծում եմ դեռ ասելիքները հավանաբար շաբաթվա ընթացքում կլինեն, գուցե անհրաժեշտ լինի նոր լայվերի, ազգային ժողովը թեժ նիստեր սպասվում, հատկապես երրորդ ազգային ժողովի խոսնակի ընտրության հարցը կա, կարծում եմ ազգային ժողովների ընտրության հարցը կա, մենք հետաքրքիր ականատես ենք լինելու երևույթների, բայց մի հետաքրքիր բան տեղի ունեցավ Էդգար Ղազարյանի ներկայությունն էր ազգային ժողովում, հիմա իրեն տեղը որ բաժին էր ասել ուղիղ քպականների կողքներ թիկունք էր դարձել քպականների նստել էր, բայց տեսակ դե ամենաուժեղ ծափողջություններին արժանացավ քպականների կողմից, կարծում եմ դա անպատճառ չի, դրա ես դա պատճառամ կարող եմ նրանից համարել, որ ամեն դեպքում այս ազգային ժողովի գլխավոր երևույթներից մեկը Էդգար Ղազարյանն է, ով ծափարությունների արժանացավ, կարծեմ ԿՊ-ի ծափարությունները տեղին էին, քանի որ ծափարեցին իր համար, քանի որ կարողացավ իր գործնեությամբ, իր ընկեր Նարեկ Մալյանի հետ միասին, ամբողջ 1.5 տարի գործնեությամբ հարվածի տակ առնել, թիրախի տակ առնել առողջ ընդդիմությանը, Հայաստան դաշինքին, հասնել նրան, որ նրանց զրկել մեծ թվով մանդատներից, նրանց դարձնել ավելի թույլ ընդդիմություն ազգային ժողովում, ինչը բնականաբար այսօր ավելի քիչ մանդատներ ունեն, ամեն դեպքում կարողացավ իր այդ գործնեությամբ անել այնպես, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության ամենևում, քանի որ ժողովուրդը հիասթափվեց մի խոշոր մասը չմասնակցեց ընտրություններին, ես ասեմ, կշարունակեմ ասել, մինչև այն ժամանակ երբ այդ մարդիկ ներողություն խնդրեն իրենց ասածների եւ արածների համար, քանի որ Էդգար Ղազարյան, Նարեկ Մալյան համատեղ համագործակցությամբ ժողովրդի մի խոշոր հատված հիասթափվեց ընտրությունների կապակցությամբ, հիմա Նարեկ Մալյանը գնաց Եվրոպաները ֆռռալու, իր գարեջրատունը աշխատեցնելու, Էդգար Ղազարյանն էլ հիմա կեսից ճապարապող եղավ, հիմա մետով վերջում որոշեց, որ հիմա դե կարելի է ընտրություններով Նիկոլին փոխել, մտավ ուժեղ Հայաստան կազմի մեջ, հիմա եկավ ազգային ժողովում նստել այդտեղ, դե կարծում եմ ԿՊ-ն ճապավորեց իր կատարած գործունեության համար, քանի որ ամեն դեպքում օգնեց, որպեսզի այն մյուս կողմում նստած ԿՊ-ն մնա իշխանության, եւ ամեն դեպքում կարծում եմ ծափողջությունները շատ լուրջ մտածելիք պետք է լինեն Էդգար Ղազարյանի համար, հիմա կանգնեց ազգային ժողովում ելույթներ ունենում, ինչ տմբալի, բայց միշտ այն ժամանակ երբ ներողություն չխնդրի ազգային ժողովում իր ցախ կողմում նստած Հայաստան դաշինքի բոլոր պատգամավորներին, որոնց ինքը մեղադրում էր բոքսի տանձիկ աշխատելու մեջ, բայց ինքը եկավ եւ հագից լրվեց այդտեղ, որպես ինքն էլ բոքսի տանձիկ աշխատի եւ իր կատարած նման վիրավորական հայտարարությունների համար ներողություն չի խնդրել, չի զղջացել եւ չի ասել, որ ես սխալվել եմ իմ հայտարարությունների մեջ, իմ մոտեցումը առնվազն ուժեղ Հայաստանում այդ անձիկապահությամբ մնալու է, նույնը շարունակել եմ, նույն դիրքորոշումն ունենալ, քանի որ վստահ եմ ինքը եւ Նարեկ Մալյանը եւ այդ թիմը, որոնք ներկայացնում էին ամենամեծ դերակատարությունների տեսամ գլխավոր առնվազն ամենախոշոր դերակատարություններից մեկն ունեցան Նիկոլի դեր ընտրության եւ այս ազգային ժողովի ձևավորման հարցում։ Հուսով եմ, որ սա այդպես ասած ուշքի գա դրանից հետո եւ կփորձի ընթացքը սրբագրել։ Առաջիկա օրերին թեժ օրեր է սպասվում սերի ժողովուրդ ազգային ժողովում, կհետևենք միասին բոլորս ազգային ժողովի նիստերին, թեժարինելու, բայց շեշտում եմ, սա պայքարի նոր փուլ է մեզ համար, հիասթափվելու, հուսալքվելու որևիցե պատճառ ես չեմ տեսնում, գուցե ձեզանից ավելի շատ ես էի հուսադրված, որ ազգային ժողովի ընտրություններով մենք կարող ենք իշխանափոխություն անելու, հիմա էլ համոզված եմ, որ իշխանափոխության միակ եւ ամենաճիշտ մեթոդը, որ կա, գործնական մեթոդը, որ շանս է տալու մեզ
իշխանափոխության, դա հենց ազգային ժողովի ընտրություններն են, բայց եթե կա կատարվի ճիշտ ժամանակ, ճիշտ փուլում, հասել այս ազգային ժողովի լուծարման, գնալ նոր ընտրությունների վերապատրաստված կերպով եւ այսպես ասած նոր պայմաններում, ես կարծում եմ մենք դեռ ունենք հաջողության շանս, ամեն ինչ ավարտված չէ, առջևում է գտնվում պայքարի նոր փուլը օգոստոսի 2-2026 թվականից սկսվել է եւ ես դժվար սարսում եմ կամարտվածն ուզում եմ հույս ունենալ եւ ձեզ հույս փոխանցել, որ այս անգամ ամեն ինչը 5 տարի չի տևելու է շատ ավելի կարճ, շատ ավելի սեր ժամկետներում եւ մենք թույլ չենք տալու այն ամեն ինչը որ տեղի ունեցավ Արցախի հետ, այս անգամ տեղի ունենա Տիգրան հետ, Հայաստանի հետ, մեր մյուս, այդպես ասած, բնակավայրերի եւ քաղաքների հետ, եւ ամեն դեպքում իշխանշուտ կկարողանանք վերագտնել մեր արժանապատվությունը, կդառնանք նույն ժողովուրդը, թե Հայաստանում, թե Սփյուռքում, նույն միասնականությամբ, նույն աշխարհի բոլոր ժողովուրդների կողմից հարգված հայ ժողովուրդը, որին հարգում էին, սիրում էին եւ մենք մեր ասելիքն ունեինք ազգային ժողովում։ Դա հեռու չի, դա կախված է պայմանավորված է մեր միասնական աշխատանքով եւ վստահ եմ որ գիտակցաբար մենք դա անելու ենք։ Շնորհակալ եմ որ հետեւեցիք ինձ սիրելի բարեկամներ, խնդրում եմ բաժանորդագրվեք իմ YouTube ալիքին, այստեղ նաեւ իմ էջին իմ ընկերներից ցանկը կարծում եմ լրացած, բայց կարող եք այս էջը follow անեք Facebook-ի, հետևեք, նաեւ ձեր ակտիվությունը, լայքերը, կոմենտները եւ դրանք օգնում են որպես այս տեսագրությունները այս էջը զարգանան, նաեւ եթե ցանկություն եք կարող եք կիսվել, որպեսզի ձեր ընկերները, ձեր բարեկամները նույնպես տեղյակ լինեն այս էջի եւ այս տեսագրության, այս այգի գոյության մասին։ Կհանդիպենք ձեզ ամենաուշը մեկ շաբաթ անց, եթե շաբաթվա ընթացքում բանակնկաններ չլինեն, լավ մնացեք, շնորհակալ եմ որ հետևեցիք ինձ։